ինձ համար ինչն էր այստեղ նորությունը, ես դեռ սովորում եմ, ես անընդհատ սովորում եմ, այս տարիքում էլ սովորում եմ, հիմա սովորում եմ, որովհետև ես հիմա որ քիչ առաջ Կարենը խոսում էր, այդ տարբերակման մասին, գրականագիտական, դրամային բռնման, դրա ենթատեսակների, սեռերի, ժանրերի եւ այլն, ես այստեղ շատ ուշադրություն կարդում եմ, որովհետև ինձ թվում է կարիք ունենք բոլորս սովորելու, այստեղից մենք սովորելու բաներ շատ ունենք, թե որ ինչպես պիտի լինի։ Այս գրքի մեջ ինձ բոլորից ինչ որ միակ քիչ տեղային այսպես կոչված հպարտություն ասեմ, ինչ ասեմ, նա է, որ այստեղ ես շատ հանդիպեցի ամբողջ համաշխարհային գրականության օրինակները բերելով հանդերձ անդրադառնում է նաև մերոնց։ Քանի տեղ հանդիպում ես մեր Խալաթյան Սամվելին, կատակերգության մեջ էլ, ֆարսի մեջ էլ, կամ ասենք Բերձերթունցյանը դա քաղաքական ունի քաղաքական թեմայով ոտքի դատարանն է գալիս, կամ օրինակ այդտեղ առհասարակ ոդևիլները, այդ ոդևիլները մենք անցել ենք համալսարանում, ամբողջը ես ոդևիլ ասված ինձ համար Սունդուկյանն է եղել։ Նրա այդ ամբողջ տեսակետների շարքը, այդ առիթ չէր էլ ընդհանրապես։ Երբ մենք այս գիրքը կարդում էի, ես մերոնց ամբյոնում հարցրի, ասի դուք այսպիսի առարկա անցել եք, բացատրում ոչ մեկը չի անցել, ես էլ չեմ անցել, առանձին դրամայի տեսություն չեմ անցել, անցել եմ գրականագիտություն, որ կարդացել է Էդվարդ Ջրբաշյանը, շատ հետաքրքիր է կարդացել, մի խոսքով տեղյակ եմ, բայց այս ուղղվածությամբ, այս շարադարձությամբ, այդպես կոչ մտանյությամբ, որ փաստորեն դուք դրել եք այդ բովանդակությունը սրա հետ չենք անցել։ Մի ուրիշ բան ասեմ, այսօր ես իմ դասի ժամանակ այսպիսի օրինակ եմ բերել։ Թարգմանչական բաժնում ես կարդում էի հայոց լեզվի պատմություն ու ասացի առաջին անգամ ես զգացի, թե ինչպես պետք է գրել դասագրք, ես էլ եմ դասագրքեր գրել։ Դա գրական լեզվի պատմությունը, դա պատմական քերականությունը, ոճագիտությունը, դասագրքեր են, բայց ասի մենք երբեք սովորելու բան ունենք։ Յուրաքանչյուր թեմայից հետո տալիս է հարցերը, որը թեման դու կարդում ես, ինչ պիտի իմանաս, ինչ պիտի պատասխանես, բայց այսօր որ ես հետաքրքրվեցի, ասացի դրամատուրգիայի տեսությունը, նախկին մեր ուսումնական պլաններում չի եղել, ես իմացա, որ Գեր Պողոսյանն է փաստորեն մտցրել եւ ճիշտ է արել, հետո ես մտածեցի, ասացի, ուրեմն այս մեր ուսանողները ինչքան են արդեն խելահազդարել, որ մտածում են, որ այս առարկան իրենց պետք է եւ ինչքան էլ սիրում են։ Ես այդ դրանց ձեր նկատմամբ այդ ուսանողների սերը ես դա զգացել եմ, դա մեծագույն ձեռքբերում է, որ ուսանողները սիրում են դասախոսին։ Լավ շնորհավորել ձեզ, պարոն Սոհրաբյան, պիտի ասեմ, որ շատ մեծ ու շատ լավ աշխատանք եք արել, թե ուսանողների համար եւ թե այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են թե գրականությամբ եւ թե արվեստով։ Պարոն Մանուչարյանը շատ ճիշտ դիտարկում արեց, որ գիրքը գրված է հանրամատչելի, մատչելի է եւ ուսանողների համար, հատկապես ուսանողների համար չկան բարդ տերմիններ եւ այնպիսի բաներ, որոնց վրա պիտի կոպիտ ասած գլուխ ջարդես, որպեսզի հասկանաս, ամեն ինչ շատ հանրամատչելի եւ մատչելի է եւ պիտի ասեմ, որ ես հիմնականում կապ ունեմ Երևանի Թատերական ինստիտուտում սովորող իմ ընկերների հետ ու միշտ նրանց ճակերտավոր նախանձեցնում եմ, որ ես ուսումնասիրել եմ դրամայի տեսություն առարկա եւ ես այս բաները գիտեմ, իսկ դուք ոչ։ Նաեւ պիտի ասեմ, որ այս առարկան ինձ շատ մեծ գիտելիքների պաշար տվեց ու հասկացա, որ միայն ճոխ բառեր եւ տերմիններ օգտագործելը չէ կարևոր, այլ կարևոր է իմանալ դրանց բովանդակությունը եւ հասկանալ, թե ինչի մասին ես խոսում, օրինակ հասկանալ որն է ֆաբուլան, որն է սյուժեն, որովհետեւ սովորաբար երկու բառն էլ օգտագործում են, բայց դրանց նշանակությունը չգիտեն։ Ես այսօր պետք է շնորհակալություն հայտնեմ պարոն Զոհրաբյանին, որ գիտեմ թե դրանց նշանակությունը եւ տարբերությունը եւ թե շատ այլ բաներ, որ կոմպոզիցիան, ենթաժանրերը, այո, գիտեմ դրամայի կառուցվածքը եւ շատ օգտակար գիտելիքներ, որոնք իմ Երևանի ընկերները չգիտեն։ Շնորհակալություն Զիջան, շնորհակալություն։ Ուրեմն շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին գրքի լուսանկարման կապակցությամբ։
Ասեմ, որ մենք այն շրջահայաց ու խելացի կուրսերից էինք, որ կամ ընտրական առարկաներից հենց ընտրեցինք դրամայի տեսությունը ու Տիկին Շաբերդյանը մի շատ ճիշտ բան ասեց, պարոն Զոհրաբյանին շատ են սիրում ու մենք հենց սիրելուց դրդված ընտրեցինք այս դրամայի տեսությունը, որովհետև մենք նրան արդեն ճանաչում էինք որպես լավ դերասան։ Ուրեմն ինչ ասեմ, պարոն Մանուչարյանը մի շատ կարևոր բան նկատեց, որ մեր ուսուցման համակարգում մի այսպիսի տարօրինակ միտում կա, քնարական ու էպիկական սեռերին անընդհատ անդրադարձ կատարվում է, բայց դրամատիկական սեռը կոպիտ էլ է ասել, բայց լուսանցքի այն կողմում է միշտ մնում, որովհետև ես հիշում եմ դեռ դպրոցում էլ մեզ ասում էին եկեք ծանոթանանք էպիկական, լիրիկական սեռերին, իսկ դե դրամատիկականը թատրոնի ու կինոգետների գործն է։ Մենք միշտ այդպես մակերեսայինորեն թռիչքներ ենք արել ու չենք ուսումնասիրել, բայց իմ կարծիքով դրամատիկական սեռը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի ու տարբերվում է մյուս սեռերից հենց նրանով, որ սա կապող օղակ է թատրոնի ու գրականության միջև։ Ու այս տեսանկյունից չի կարելի ուղղակի չծանոթանալ ու չսիրել դրաման, դրամատուրգիան։ Մենք մի ամբողջ կիսամյակ քայլեցինք դրամատուրգիայի գունավոր ճամփաներով։ Մի շատ կարևոր բան եւս կուզեմ նկատել, իհարկե պարոն Մանուչարյանը կարողացավ միանշանակ պիտի շատ հոյակապ ձևով, չէ, շատ հոյակապ ներկայացրեց գաղափարական, կառուցվածքային, իհարկե, կառուցվածքային եւ գաղափարական կողմը շատ հետաքրքիր ու շատ լավ ներկայացրեց։ Ես մի բան կուզեի հավելել, որ պարոն Զոհրաբյանը երբ ենթաժանրերը ներկայացնում է, շատ կարևոր ուշադրություն դարձնում է կերպարների վրա, ու երբ կերպարների մասին խոսում է, այնպես է ներկայացնում, որ դերասանները, ռեժիսորները միանգամից հասկանում են, թե այդ կերպարը ինչպես պիտի կերտվի։ Ասենք օրինակ մելոդրամայի մասին խոսելիս նա ասում է, որ սխեմատիկ են կերպարները։ Շնորհակալություն ձեզ, պարոն Զոհրաբյան, որովհետև դրամայի տեսություն առարկան նաև դարձավ շատ կարևոր սկիզբ մեր ծանոթության եւ ճիշտ է պարոն Մանուչարյանը նշեց, որ ես Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչն եմ, բայց ես նաև թատրոնի հետ կապ ունեմ։ Այո։